մենք հաղթանակ զբոսայգուց ենք հիմա այստեղ վերադարձել, սա հաղթական տոն էր, եռատոն էր մեզ համար, շատ եմ ցավում, շատ, որ այդ տոնը մեզանից խլվեց փաստորեն եւ հայ ժողովուրդը այսօր զրկված է այդ եռատոնը նշելուց, բայց պետք է ասեմ, որ մենք բոլոր ժամանակներում պետք է արժևորենք մեր հաղթանակները, ճիշտ գնահատականներ տանք այդ հաղթանակներին, որպեսզի պարտություններին էլ կարողանանք ճիշտ գնահատական տալ։ Հավերժ փառք բոլոր ժամանակներում հայրենիքի համար զոհված հերոսներին, մենք պիտի Շուշիի ազատագրման օրը այսօր նշեինք, պիտի մարդաշատ լինեին եւ ուրախ փողոցները, բայց ցավում եմ, որ Եռաբլուրն էլ այսօր մարդաշատ չի, այսպես չպիտի լիներ։ Փոխարենը կա քաղաքացիներ, որը մեծ շուկով նշեցին իշխանությունները եւ դա հեղափոխությունից հետո իրենց հռչակած տոնն էր, հա։ Այս համեմատությունը։ Այդ օրը այնքան ծանր եւ հակասական օր էր, որովհետեւ համընկավ նրա հետ, որ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրիկի հոգեհանգիստն էր այդ օրը նաեւ։ Եվ ես այդ հոգեհանգստին մասնակցում էի ու հետո լսում էի, որ Երևանի կենտրոնի փողոցներում կան մարդիկ, ովքեր հարցազրույցներ են տալիս եւ ասում են, որ Արցախը կորուստ չենք համարում։ Ու ասում էին խորոված փարթիա։ Քաղաքացի լինելը շատ լավ է, միգուցե քաղաքացու տոնն էլ, բայց ով է քաղաքացին, ով արժևորում է իր երկիրը, իր երկրի պատմությունը եւ առավել եւս իր երկրի հերոսներին։ Եվ ես չէի կարող ամետ իրականության հետ համակերպվել, որ նույն երկրում կան կանայք, ովքեր ծնում են Ռոբերտ Աբաջյան, եւ կան մարդիկ, ովքեր կանգնած ասում են Արցախը կորուստ չենք համարել, ադրբեջանցիներն էլ այդքան էլ վատ մարդիկ չեն։ Եվ Գագիկ Ղազարշավին ձեր շանսերը ինչպես է գնահատում, շփումները մարդկանց հետ ինչ են ցույց տալիս, նաև Գագիկ Ծառուկյանն է մարզել։ Գիտեք, մեր շփումները շատ վաղուց են սկսվել, որովհետև առաջարկ Հայաստանին ծրագրի գործընթացը մենք ազդարարել ենք դեռ 2025 թվականից եւ շատ հետաքրքիր ձևով է այս տարի կառուցվել Բարգավաճ Հայաստան կուսակցության ծրագիրը առաջարկ Հայաստանին, ծրագիրը որպես այդպիսին գրել են մեր քաղաքացիները, որովհետև մենք շփվել ենք տարբեր մարդկանց հետ, տարբեր ոլորտի ներկայացուցիչների, երիտասարդության, գյուղացիների, մենք ինչպես ասում ենք գույքագրել ենք նրանց ամենակարևոր խնդիրները եւ այսօր այդ խնդիրները զետեղված են մեր ծրագրում եւ մենք խոստանում ենք լուծումներ հաղթանակ ունենալու դեպքում։ Վիճակը ես մեր լավ եմ գնահատում, ժողովուրդը մեզ շատ ջերմ ընդունում է, պարոն Ծառուկյանը հաճախ լինում է մարզերում, սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ ինքը մարզերում ամենասպասված քաղաքական գործիչն է, մնացածը հայ ժողովրդի որոշելու հարցն է, թե ինչ պատասխան կտան իրենք այս ամենին հունիսի 7-ին։ Կամ մենք արժևորենք Եռաբլուրը, կամ էլ պետք է իսպառ մոռանանք, դեպի դա են մեզ տանում։ Մայիսի 9-ը միշտ մեզ համար եռատոն է եղել, հետանկախական շրջանում Արցախյան հաղթանակից հետո հատկապես, բայց այս օրվա իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում մենք զրկվեցինք եռատոնից եւ ցավով պետք է արձանագրեմ, որ տոնական օրը ինչ որ առումով նաեւ մեզ համար ոչ այդքան տոնական է, մեղմ ասած, մենք նշում ենք ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրը, մենք նշում ենք Շուշիի ազատագրման օրը, բանակի կազմավորման հետ կապված օր ենք նշում եւ ընդհանրապես Արցախի մեր հաղթանակը եռատոնի հետ էր կապված եւ իրար հետ այսպես փոխկապակցվածություն ունեն ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը եւ Արցախյան հաղթանակը, որովհետեւ ազգային պատկանելության եւ ծավալապաշտության դեմ մղվող պատերազմեր եւ երկրորդ համաշխարհայինում եւ Արցախում եւ այդտեղ մենք հաղթանակ տարանք։ Ցավոք այսօր մենք տխուր պատկեր ունենք, այցելում ենք մեր հերոսներին, ինչպես մեր պապերի հիշատակը հարգելու համար, այնպես է մեր երեխեքի հիշատակը, մեր ընկերների, մեր եղբայրների հիշատակը հարգելու համար։ Այս ամենը ցույց է տալիս, որ օրը մեկ խորհուրդ ունի։ Մենք պետք է փոխենք այս իրավիճակը, փոխենք այս քաղաքականությունը, որպեսզի երրորդ ցեղասպանությունից խուսափենք։ Իսկ այն ինչ որ այսօր տեղի է ունենում, դա Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ հակահայկական քաղաքականություն է, որը վարվում է Հայաստանի դեմ։ Այս առումով մենք կոչ ենք անում մեր հանրությանը ակտիվ լինել եւ իրենց քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշումը ցույց տալ։
Նիկոլ Փաշինյանն էլ իր գրառումում որևէ ձև չի անդրադարձել Արցախին, Շուշիի ազատագրմանը, փոխարենին նշել է, որ 26 թվականի մայիսին նշում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության պայմանը։ Նիկոլ Փաշինյանը վաղուց է թուրք-ադրբեջանական օրակարգով առաջնորդվում, ինքը փախել է Երևանից, գնացել է, հայտնվել է Սյունիքում դիտմամբ, ես ենթադրում եմ, որպեսզի հարգանքի տուրք չմատուցի։ Եթե հիշում եք, նոյեմբերի 9-ից հետո 2020 թվականի ինքը եկել էր կողքրտելու մեր հերոսների հիշատակը Եռաբլուր այցի ժամանակ, այն ժամանակ դա իրեն պետք էր PR-ի համար եւ հանրային լարվածություն առաջացնելու համար, իսկ հիմա ինքը ուղղակի փախչում է Եռաբլուրից, փախչում է հաղթանակի զբոսայգուց, որովհետեւ իր դրսի տերերը նույնիսկ դա են արգելում հանել, ինչպես որ Արարատն են ստիպում հանել մեր արժեհամակարգից, մեր պատկերներից, այնպես էլ Եռաբլուր այցը ես ենթադրում եմ, որ դրա հետ է կապված, որ ինքը չի կարողանում իրականացնել եւ հեռու չէ այն օրը, որ մեր պատերազմն անցած հերոսներին այս իշխանությունը այս քարոզարշավի ընթացքում շատ մեծ հավանականությամբ կարող է հռչակել որպես ազգի թշնամիներ, բայց այս ամեն ինչ այս մի ամսվա ընթացքում պետք է այս մղձավանջը վերացնել եւ թույլ չտալ, որպեսզի դա շարունակվի, որովհետեւ հաջորդ քայլը արդեն մեր բոլոր հերոսներին, այսպես ասած զինվորականներին կոչումազրկելն է, շնորհազրկելն է, նրանց վարկաբեկելն է, այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է, այնպես որ ես չեմ զարմանում, որ իրենք որևէ անդրադարձ չեն արել եւ մասնավորապես Փաշինյանը ուղղակի այստեղ չէր ուզում դրա անուն տալ, բայց որ նշեցիք, ասեմ, որ ինքը դրա համար որևէ անդրադարձ չի արել, զարմանալու չի։ Իշխանությունները ակնհայտ թուրքական տեղապահներ են, չեն էլ թաքցնում, բացահայտ տարածում են 21 թվականի քարոզարշավին նույն Փաշինյանը ասում էր մեր տղաները զոհվել են, որպեսզի Ալիևը չասի Արցախի հարցը լուծված է, այսօր կանգնել ասում է, որ Արցախը երբեք մերը չի եղել եւ այլն, դա որևիցե ողջամիտ տեքստով հնարավոր չի դա բնորոշել, ամենավատ մղձավանջում անգամ մենք չենք կարող երբեւէ պատկերացնել, որ նման բան կարող էր տեղ Հայաստանի ղեկավարը նման բան ասել, բայց հաշվի առնելով, որ օրինակի համար 21 թվականի փետրվարից, երբ որ մեր զինված ուժերի գլխավոր շտաբն անվստահություն այդտեղ պահանջեց հրաժարականը, դրանից հետո թուրքերը բացահայտ սատարեցին նրան, ընդհանուր մինչև սպառնալով, որ կարող է զորք մտցնել Հայաստան, եթե այդ հողի վրա տեղի ունենա իշխանափոխություն, ուղղակի այս տեղեկատվական հարահոսի մեջ դա մոռացվել գնացել է, բայց 21 թվականի փետրվարից Հայաստանը ունի թուրքի բաց իշխանություն։ Դրանից բխող բոլոր հետևանքներով Մասիսարը լավը չի, զինանշանը լավը չի, անկախության հռչակագիրը լավը չի, իրենք եկել են այս ամեն ինչը ժառանգություն ընդունելով փոխանակ լավը զարգացնեն, արատավորը վերացնեն, իրենք լավը ոտնատակ են տվել, արատավորն են զարգացրել։ Եվ այստեղ է, որ պիտի ասենք, որ այս իշխանությունները, որ իշխանություն են եկել օբյեկտիվ կուտակված դժգոհությունները բարձրաձայնել շահարկելով, հետո սկսեցին մարդկանց անվանել Պողոս, հետո ոմանք լկտիացան, ասեցին համբալ, հիմա արդեն իրեն թուրքական տեղապահ Փաշա է պատկերացնում Փաշինյանը, եւ ես ինքս գոնե այս ընտրարշավին առաջնորդվում եմ ոչ Պողոսացմանը, ոչ համբալացմանը եւ ոչ Փաշայացմանը կարգախոսով։ Ընտրությունները ոչ թե լինելու են ուղղակի ընտրություն, թե որ քաղաքական ուժը կկառավարի, այլ առհասարակ Հայաստանի Հանրապետությունը հայկական ինքնությունով ազգային փոքրամասնությունները ներառյալ իհարկե։ Արդյոք կշարունակի գոյություն ունենալ, թե կդառնա ինչ-որ թուրք-ադրբեջանական բուֆեր եւ պետք է հուսալ, որ ժողովրդի մոտ ողջամտությունը կբավականացնի եւ ոչ մի բլեֆների, քարոզչական ինչ-որ կեղծիք մանիպուլատիվներ դրվագների չեն տրվի եւ սառը սթափ գլխով ընտրություն կկատարվի, իսկ ընդդիմադիր ուժերն պարտավոր են բացահայտ անկեղծ խոսել մեր երկրի արչեւ կանգնած ծառացած թե ներկա մարտահրավերների, թե անցյալից իներցիայով եկած արատների մասին եւ ամենակարևորը ապագա Հայաստանի տեսիլքը այնպես մատուցեն շատ կոնկրետ ուղղություններով։